Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր անսամբլեայի նստաշրջանի ընթացքում բախվեցին Բաքվի հաղթական խաղաղության և Երևանի խաղաղության խաչմերուկի տեսլականները։ Մենք խաղաղությունը ձեռք բերեցինք քաղաքական միջոցներով։ Մոտ 3 տասնամյակ Ադրբեջանի ինքնիշխան տարածքի գրեթե 20%-ը գտնվում էր Հայաստանի ռազմական օկուպացիայի ներքո։ Արդյունքում Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների քաղաքականության հետևանքով 1 միլիոն ադրբեջանցիներ վտարվեցին իրենց տներից։ Ըստ փախստականների ուռճացված թվեր ներկայացնող Ալիևի ճակերտավոր օկուպանտ և ագրեսոր Հայաստանը 65 մզկիթ է քանդել, հարյուրավոր ադրբեջանական գյուղեր ու քաղաքներ է ավերել։ Պատերազմից 5 տարի անց էլ Ադրբեջանի նախագահը չի հանդարտվում, նույնիսկ բացահայտ ստում է հայտարարելով, թե իբր մարդասիրական նորմերով է պատերազմ վարել։ Պատերազմի ընթացքում Հայաստանը բալիստիկ հրթիռներով և կասետային ռումբերով ռմբակոծեց մեր քաղաքներն ու գյուղերը, սպանելով ավելի քան 100 անմեղ քաղաքացիական անձանց։ Իսկ Ադրբեջանը իր հերթին պատերազմը վարեց խստորեն հետևելով միջազգային մարդասիրական իրավունքին։ Ալիևը նաև հիշեցրել է ադրբեջանցիների մասին, որ իբր հայկական ագրեսիայի հետևանքով 90-ականներից սկսած անհետ կորած են։ Մինչդեռ հայկական կողմն էլ ունի մեծ թվով անհետ կորածներ, ինչի վկայությունը հենց այսօր Երևանում նրանց հարազատների գործողություններն են։ Վաղ 90-ականներից ի վեր հայկական ագրեսիայի և օկուպացիայի ընթացքում անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ողբերգական ճակատագիրը շարունակում է պահանջել ուշադրություն և գործողություն։ Ադրբեջանի ղեկավարը անդրադարձավ նաև երկրի աննախադեպ զարգացող տնտեսությանը։ Աղքատության և գործազրկության մակարդակը 5%-ի է հասել։ Մեր արտաքին պարտքը կազմում է ընդամենը ՀՆԱ-ի 6,5%-ը, ինչը աշխարհի ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ելույթին, հիմնական թեմաները հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորումը, Հայաստանի դեպի ժողովրդավարություն ձեռնարկվող մշտական քայլերը և անընդհատ ձեռք բերվող ռազմավարական դաշինքներն էին։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է։ Վերջերս մենք ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Չինաստանի հետ։ Ակտիվ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Ճապոնիայի, Մոնղոլիայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Փաշինյանը հաստատեց, որ կողմերը հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, խորհրդային սահմաններով։ Նա նաև անդրադարձավ Բաքվից պարբերաբար հնչող այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությանը։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպառզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած և կամ այս ամբիոնին հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Փաշինյանը այս անգամ էլ չշրջանցեց Թավշյա հեղափոխության թեման, հպանցիկ անդրադառնալով անհետ կորածների ու գերիների հարցին։ Ավելին, ընդամենը մեկ նախադասություն ասելուց հետո կտրուկ անցում կատարեց լրիվ այլ թեմայի։ Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ Թրիփ ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, Միացյալ Նահանգներ, Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Իսկ իր ելույթի վերջում ևս մեկ անգամ հաստատեց 2026-ին վերընտրվելուց հետո Հայաստանին մեծ փոփոխություններ են սպասվում։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն ժողովրդի հետ։ Երկու առաջնորդների տարբեր ելույթները ցույց տվեցին, որ խաղաղության շուրջ ընկալումները շարունակում են մնալ խորապես հակասական։ Անի Հովհաննիսյան, Ռեոփան մեդիա։